եւ Իսրայելի կողմից հարձակումների արդյունքում Իրանում ներկայությամբ զոհվել է 787 մարդ։ Փետրվարի 28-ից ի վեր Իրանի 153 քաղաքներում եւ ավելի քան 500 վայրերում իրականացվել է մոտ 1000 հարձակում։ Իսրայելական ինքնաթիռները երեկ երեկոյան ռմբակոծել են Իրանի կառավարության կառույցները, այդ թվում Իրանի նախագահի գրասենյակը, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի շտաբ բնակարանը, որը Իրանի ամենաբարձրաստիճան ֆորումի կողմից հանդիպումների համար օգտագործվող տարածքն է, եւ իրանական բանակի սպաների պատրաստման կենտրոնը։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության տվյալներով նրանք ոչնչացրել են հրամանատարական կետեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, ռազմական օդանավակայաններ եւ Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի հրթիռների հարձակման վայրեր։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ առաջիկայում Իրանը ավելի ուժեղ հարված կստանա, իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ն բավարար զենք ունի մշտական պատերազմի համար։ Իսկ ինչպիսի իրավիճակ է Իսրայելում։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հետ հակամարտության հետևանքով 289 մարդ է հոսպիտալացվել։ Սա մեկ օրվա ընթացքում, իսկ ընդհանուր առմամբ 1050 մարդ։ Իրանական հրթիռային սպառնալիքի պատճառով Իսրայելը բարձր մարտական պատրաստակամության կարգավիճակում է։ Լիբանանից Իսրայելի վրա արձակվում են նաև հրթիռներ անօդաչու թռչող սարքերով։ Հեզբոլլահը հայտարարել է, որ հարձակվել է Իրանի 3 ռազմական թիրախների վրա ի պատասխան Իսրայելի հանցավոր ագրեսիայի, որը ռմբակոծել է Լիբանանի տասնյակ քաղաքներ եւ ավաններ։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ իսրայելցի զինվորները գործողություններ են սկսել Լիբանանի տարածքում։ Ռազմական գործողությունների գոտում են գտնվում նաև Պարսից ծոցի երկրները։ Օմանի Դումք նավահանգստում վառելիքի ամբարը ռմբակոծվել է անօդաչու թռչող սարքերով, զոհեր չկան։ Նույն նավահանգիստը անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ էր դարձել նաև անցյալ շաբաթ։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տվյալներով Իրանը անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Ռիադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա։ Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ իրանական հարձակման հետևանքով ոչնչացվել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ավիաբազան։ Իրանը փակել է Հուրմուզի նեղուցը եւ ասում է, որ կրակ կբացի նեղուցը հատող ցանկացած տանկերի համար։ Ներկայումս Հուրմուզի նեղուցի մոտակայքում մնացել է մոտ 150 տանկ, որոնցից 4-ը վնասվել են։ Չինաստանը հայտարարում է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար։ Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչին հարցրել են Վենեսուելայում եւ Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հնարավոր ազդեցության մասին Չինաստանի նավթի մատակարարումների վրա։ Չինաստանը կտրականապես դեմ է միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը, այլ երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը խափանելու համար։ Ձևավորվեց ընդդիմության դաշինք։ Կուսակցությունները համաձայնության եկան պայքարի ընդհանուր ռազմավարության եւ համագործակցության կանոնների շուրջ։ Դաշինքի անդամներն են Նոր Գիրչի ավելի ազատություն, Ժամանակն է, Եվրոպական Վրաստան, Ազգային դեմոկրատական կուսակցություն, Միացյալ ազգային շարժում, Ազատության հրապարակ, Շինարարի ռազմավարություն եւ ֆեդերալիստները։ Դաշինքի նպատակն է ազատագրել Վրաստանը Բիձինա Իվանիշվիլիի ավտոկրատական ռեժիմից եւ վերականգնել երկրի Եվրոատլանտյան ուղղությունը, ապահովել ժողովրդավարական կառավարումը։ Միխեիլ Սաակաշվիլին բանդից արձագանքել է ընդդիմության ներմամիավորմանը սոցիալական ցանցերում գրելով, որ ինքը ներգրավված է նշված միավորման մեջ եւ համագործակցում է տարբեր կուսակցությունների առաջնորդների հետ։ Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ողջունում է մեկ այլ ընդդիմադիր դաշինքի ստեղծմանը։ Գախարյա հանուն Վրաստանի կուսակցությունը Լելո Հզոր Վրաստան եւ Գիրչի կուսակցությունները միավորման անդամ չեն։ Որպես բացառություն միանվագ հնարավորության դեպքում մինչև դեկտեմբերի 31-ը 6 տարեկան դարձող երեխաներին հնարավորություն կտրվի գրանցվել առաջին դասարան 2026-2027 ուսուցիչ տարում։ Այս մասին հայտարարում է Կրթության, Գիտության եւ երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն։ Միքանաձեի խոսքով որոշումը կայացվել է հաշվի առնելով ծնողների շահերը։ Ինչպես նշել է վերջինս, նրանք կշարունակեն համագործակցել դպրոցական համայնքի, փորձագետների եւ ծնողների հետ, որպեսզի բոլոր որոշումները ուղղված լինեն համայնքի լավագույն շահերի պաշտպանությանը։
Էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին Բաքվում մասնակցել է հարավային Գազայի միջանցքի խորհրդատվական խորհրդի 12-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը բացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթով։ Նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում նախարարը խոսել է երկրների միջև համագործակցության անհրաժեշտության մասին անվտանգ եւ կայուն էներգետիկ ապագայի համար։ Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով Վրաստանով տեղափոխվող բնական գազը կարևոր նշանակություն ունի միջազգային, մասնավորապես Եվրամիության էներգետիկ շուկաների դիվերսիֆիկացման եւ մատակարարման անվտանգության բարելավման համար։ Բաքու կատարած այցի շրջանակներում Մարիամ Քվրիվիշվիլին երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարների հետ։ Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 2000 թվականին ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացու։ Վերջինս մեղադրվում է թմրանյութ պարունակող բույս տնկելու, աճեցնելու եւ մշակելու մեջ։ Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալված անձը իր ժամանակավոր բնակության վայրում հատուկ ջերմոց է կազմակերպել, որտեղ նա անօրինական կերպով տնկել եւ մշակել է թմրանյութ պարունակող նյութ, որպես ապացույց առևանգվել է 11 կանափեի բույս։ Հանցագործությունը նախատեսում է 6 տարի ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության աշխատակիցները ձերբակալել են 1999 թվականին ծնված քաղաքացու թմրանյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահպանման մեղադրանքով։ Իմերեթի ոստիկանության դեպարտամենտի աշխատակցի անձնական խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են մեծ քանակությամբ մեթադոն թմրանյութ։ Հանցագործությունը նախատեսում է 8 տարի ժամկետով ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության եւ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները կանխել են Վրաստան հատկապես մեծ քանակությամբ թմրանյութերի ներմուծման եւս մեկ խոշոր դեպք։ Առևանգվել է 125 լիտր հեղուկ, որը պարունակում է մեթամֆետամին թմրամիջոցը։ Սադախլոյի սահմանային անցակետի տարածքում ոստիկանությունը ձերբակալել է Իրանի քաղաքացու Վրաստան հատկապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ներմուծման մեղադրանքով։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարով կամ ՑՄ ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 98 օտարերկրյա քաղաքացու։ Գործող օրենսդրության համաձայն արտաքսված անձանց արգելվել են մուտք գործել երկիր։ Հատկանշական է, որ 2026 թվականի առաջին 2 ամիսներին արտաքսված օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 544։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ստացված վիճակագրական արդյունքը ներկայացվում է 346։ Այս տարվա հունվար-փետրվար ամիսների ընդհանուր տվյալների համաձայն երկիրը լքել է 1306 օտարերկրացի, որոնք խախտել են երկրում իրենց օրինական գտնվելու պայմանները։ Նրանց նկատմամբ կիրառվել է տարբեր չափերի տուգանքներ եւ արգելվել է մուտք գործել երկիր։ Թբիլիսիում հրդեհ է տեղի ունեցել։ Հրդեհը բռնկվել է Ճավճավաձե պողոտայում գտնվող Լիբերթի բանկի գլխավոր գրասենյակի վերելակի հորանում։ Բանկի գլխավոր տնօրեն Բեքա Գոգիչայիշվիլիի խոսքով հրդեհը չի տարածվել գրասենյակային տարածքի վրա։ Ինչպես լրագրողներին պարզաբանել է տեղում գտնվող արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարը, տուժածներ չկան։ Հրդեհը արագորեն մարվել է հատուկ ջոկատների միջամտություններից հետո։ Ներքին գործերի նախարարության Թբիլիսի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները հետաքննություն են սկսել Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայում գտնվող Լիբերթի բանկի գլխավոր գրասենյակում բռնկված հրդեհի վերաբերյալ։ Վրաստանի բասկետբոլի հավաքականը 89-60 հաշվով հաղթեց Դանիային եւ անցավ աշխարհի առաջնության երկրորդ խմբային փուլ։ Խաղը տեղի է ունեցել Թբիլիսի սպորտի պալատում։ Դանիան առաջին խաղակեսում հետ մնաց Վրաստանից եւ մեր թիմը ընդմիջման գնաց 12 միավորի առավելությամբ։ Երկրորդ խաղակեսի տարբերությունը այնքան մեծացավ, որ վերջին 15 րոպեները ստացան ձևական տեսք։